Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, հետևեք լայվին, նաեւ լայվը գործարկված է Facebook-յան հարթակում, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, միանում մեր էջին եւ իհարկե հետևում լայվին։ Այսօր մենք անդրադառնալու ենք ցածկ առաջընթացի եւ տնտեսական կայունության կրթական ծրագիր կանանց համար նախաձեռնությանը։ Այն իրականացվում է Արաբական ծոցի զարգացման ծրագրի ԱԿՖԱՆԴ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ Իննոբիզ հասարակական կազմակերպության գործակցությամբ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել Կոտայքի, Արագածոտնի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի 19-ից 40 տարեկան կանանց եւ աղջիկներին զարգացնելու մասնագիտական հմտությունները եւ հեշտացնելու նրանց մուտքը աշխատաշուկա։ Մանրամասներ են ներկայացնելու ծրագրի հետ կապված իմ զրուցակիցները ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բնակչության եւ զարգացման ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բադալյանը, բարև ձեզ, եւ Իննոբիզ հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Նաիրա Մարգարյանը, ողջույն։ Բարի գալուստ հանրային ռադիոյի ստուդիա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ իհարկե շնորհակալություն, որ մտածում եւ հոգ եք տանում մարզերում բնակվող կանանց առաջընթացի ու զարգացման համար։ Նախ հասկանանք ինչպես ստեղծվեց ցածկը եւ հիմքում ինչ էր ու ինչ դարձավ։ Շատ լավ, շնորհակալություն հրավերի համար։ Մի փոքր հետ պետք է գնամ ներկայացնելու համար ծրագիրը, որովհետև դեռևս 2022 թվականից, երբ մեր գրասենյակը սերտորեն աշխատելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ մշակում է ժողովրդագրության ռազմավարությունը, եւ ես չեմ վախենա ասել, որ նա այդ լավագույն ռազմավարություններից է ժողովրդագրության ոլորտում աշխարհում, որովհետև նայում է դեպի առաջ եւ չի դնում հիմքում միայն թվեր, այլ դնում է մարդկանց։ Այս ստուդիայում հենց այդ ծրագրին անդրադարձել ենք ժամանակին։ Շատ լավ։ Եվ մենք փորձեցինք կապել ժողովրդագրության ռազմավարության եւ զբաղվածության ռազմավարության առաջնահերթությունները, տեսնելով թե ինչքան դժվար է հաճախ լինում, հատկապես օրինակ 30-ից 40 տարեկան կանանց, երբ երկարատև մարիական խնամքի արձակուրդից հետո նրանք պետք է կամ նոր մուտք գործեն կամ վերադառնան աշխատաշուկա, եւ փորձեցինք այդ գաղափարի շուրջ միավորել այս ծրագիրը եւ հիմնական շեշտը դնել նրանց վրա, բայց նաեւ ինչպես նշեցիք 19 տարեկանից սկսած աղջիկների ներառել, որովհետեւ Հայաստանում նաեւ շատ բարձր է այն անձանց թիվը, ովքեր ոչ աշխատում են եւ ոչ սովորում երիտասարդների շրջանում, եւ մենք այդ ռիսկը այս ծրագրով փորձում ենք փակել։ Եվ հաշվի առնելով այս երկու ռազմավարությունները, այդ գերակա խնդիրը եւ նպատակը օգնել կանանց վերադառնալ աշխատաշուկա եւ միևնույն ժամանակ հիմքում դնելով այն գաղափարը, որ միայն կարեւոր է ոչ միայն օգնել կանանց, որպեսզի զարգացնեն իրենց հմտությունները, մասնագիտությունը եւ այլն, այլ նաեւ իրենց մենակ չթողնել իրենց կենցաղային հոգսերի հետ, օգնելով, որ լինի ընտանիքամետ միջավայր այն մասնավոր հատվածի մոտ, որտեղ նրանք կընդունվեն աշխատանքի։ Եվ ուրախ ենք, որ այստեղ ունենք նաև գաղափարակից, որ միավորում է այս երկու գաղափարները միասին եւ այդպես ծնվում է ցածկ ծրագիրը եւ ինչու ցածկ, որ մենք փորձում ենք որ կանեք ցածկ կատարեն ոչ միայն դեպի աշխատաշուկա, այլ նաև ընտանիքամետ եւ ընտանիքահեն աշխատաշուկա։ Այստեղ մտածողության փոփոխություն կա հիմքում, այսինքն ավելի ինքնավստահ դառնալու, հա, որպեսզի սոցիալիզացումը ավելի հեշտ լինի, ճիշտ եմ հասկանում։ Բնականաբար, բայց նաև իրազեկվածության բարձրացման հետ խնդիր ունենք, որովհետև շատ པարզ եւ տարական բաներ կան, որ նույն գործատուները կարող են անել, որպեսզի մարդիկ կանայք այս դեպքում ավելի մոտիվացված աշխատեն, նրանք իրենց մեղավորության զգացում չունենան անընդհատ աշխատանքից ինչ որ առիթների բացակայելու, որովհետև շատ հաճախ լինում է, որ մենք աշխատանքի ենք լինում, բայց մտքում երեխային մանկապարտեզից վերցնելու կամ հիվանդ երեխայի մոտ մնալու հարցն է լինում։ Այստեղ փորձել ենք այդ գաղափարը միավորել։ Այստեղ գործարարների անելիքն է ավելի շատ, որպեսզի կարողանան բարենպաստ միջավայր ստեղծեն, որպեսզի կանայք իրենց ավելի հարմարավետ կան։ Փաստորեն այդ խնդիրը մեզ մոտ կար։ Միանշանակ։ Շատ թե քիչ, որովհետև ամեն տեղ կա գրեթե նման խնդիր, բայց մենք մի ժամանակ կար, որ շատ էինք խոսում խտրականության մասին, հա, սեռով պայմանավորված, բայց ինձ թվում էր, թե ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվել է։ Միանշանակ ինչ-որ բան փոխվում է, բայց շատ բան նաև նույնն է մնում եւ այդ խտրականությունը ասելիս շատերը sense շատ կտրուկ ու ակնհայտ են իրեն պատկերացնում, հա։ Չէ, պարտադիր չի։ Բայց նույն Տաթևիկի ասած հարցը, երբ որ տղամարդը չունի այդ խնդիրը եւ չպետք է անընդհատ իր ղեկավարին բացատրի, հա, որ ես կարիք ունեմ 1 ժամ շուտ մեկնելու կամ ես կարիք ունեմ այսօր տանից աշխատելու, որովհետեւ երեխաների խնամքը կա։ Մի տեսակ այդ խտրականությունը մարդիկ էլ
գործատուներն էլ ունեն, աշխատակից կանայք էլ ունեն, իրենք ամաչում են ասել, բարձրաձայնել եւ քանի որ չկա այդ սովորությունը, բայց երբ որ գործատունը այդ մշակույթը մտցնում տալիս է օրինակ ազատություն որոշ օրերի տանից աշխատել, տալիս է ազատություն երեխայի խնամքի համար, ասենք մի փոքր ուշ գալ, շուտ գնալ եւ այլն, միևնույն ժամանակ ռիսկի չդնելով աշխատանքի որակը կամ արդյունքը, այլ ճանապարհ գտնելով ավելի ճկուն ձևով նույն արդյունքը ստանալու, այստեղ է, որ դեպի այդ միջավայր ձգտում են կանայք եւ այստեղ է, որ կանայք կարողանում են իսկապես աճել, քանի որ եթե դու չես քնում, եթե դու չունես այդ աջակցությունը քո գործատուի եւ ընտանիքի կողմից, աշխատանքը դառնում է պարզապես տանջանք եւս լրացուցիչ ծանրաբեռնվածություն, հա, եւ կանայք էլի ոնց որ հայտնվում են մի իրավիճակի մեջ, որ տանից դուրս գալ պետք է, գումար վաստակել պետք է, բայց այդ ամեն ինչը իր առողջության հաշվին է միևնույն է արվում եւ որից հաճույք չի պատճառում։ Եվ այստեղ արդյունավետության գործակիցը նվազում է ինքնաբերաբար։ Մենք կարող ենք ասել, որ այստեղ շատ կարեւոր է նաեւ գործատուների մտածողության փոփոխությունը այն պարագայում, որ ոչ թե իրենք այդ 6 ժամը պարտադիր լրացնեն, այլ վերջնարդյունքը նայենք աշխատանքի, թե ինչպես է աշխատել, որքան արդյունավետ է կատարված աշխատանքը, հաշվի չառնելով այդ հստակ ժամանակահատվածը։ Այո, հենց հիմքում դա ենք դրել եւ կարող է շատ པարզ բաներ լինել, ինչպես Նաիրան նշեց, 1 ժամ շուտ գնալով նրա աշխատանքի որակը չի ընկնի, բայց եթե նա ամբողջ ժամանականակը լրացնի աշխատավայրում, բայց ամբողջ ընթացքում նրա մտքին այլ խնդիր լինի, այլ հարց լինի, որ նա օրվա ընթացքում չի կարողացել փակել, դա հաստատ գործի ընդհանուր որակին եւ արդյունավետությանը օգուտ չի բերի։ Իսկ երբ կինը երջանիկ չի, Նաև արդյունավետ չի։ Բազմաթիվ խնդիրներ արդեն այլ ավելի ակնհայտ են դառնում։ Կուզեմ անդրադառնալ ընտրված մարզերին, ինչու եք հենց այդ մարզերը ընտրել, ինչու են հենց դրանք թիրախում եւ մենք միշտ ենք խոսում սովորաբար, որ Երևանում պատկերը բոլորովին այլ է, մարզերում պատկերը ավելի ակնհայտ է։ Մարզերը ընտրել ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ հատկապես միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությամբ, քարտեզագրելով առավել շատ խոցելիություն կամ կարիքներ ունեցող կանանց այն շրջանակները, որոնք բնակվում են մարզերում, եւ հույս ունենալով, որ սա պիլոտային ծրագիր է եւ մենք կարողանանք նաեւ երկրորդ փուլով իրականացնել այն այլ մարզերում եւս, ընտրվել են հիմնականում այս 4 մարզերը, որոնք դուք նշեցիք։ Կոտայք, Արագածոտ, Տավուշ, Սյունիք։ Այո։ Այո։ Հիմնականում դա էր նպատակը։ Հետաքրքիր մի դիտարկում արեցիք, ես զարմացա 19 տարեկանների պարագայում ասացիք, որ շատ են նաև երիտասարդներ, որոնք ոչ աշխատում են, ոչ սովորում, տեսակ տխրեցրեց ինձ այդ հանգամանքը։ Այստեղ հնարավորությունների բացակայությունն է, ցանկությունների բացակայությունը, իսկ եթե ցանկությունները շատ ավելի տխրեցի, եթե բացակայություն կա ցանկության, այս պարագայում կուզեի հասկանալ ինչ սկզբունքով եք առաջնորդվում, որպեսզի կարողանաք ձեր ուզած արդյունքին հասնել, հա, մեխանիզմը ընտրված որն է, ինչ մեթոդաբանություն եք որդեգրել, որպեսզի արդյունքը ավելի արդյունավետ երևա։ Շատ հետաքրքիր է, քանի որ մարդկանց հետ գործ ունենք, հա, մենք անընդհատ փորձում ենք։ Մենք ինչ որ մի մեթոդաբանություն վերցնում ենք հիմքում, որը որ ընտրում ենք փաստահեն ոնց որ մոտեցումներով, բայց տարբեր նույնիսկ մարզերում ու տարբեր խմբերի հետ այդ նույն մեթոդաբանությունը տարբեր արդյունք է տալիս եւ մենք փորձում ենք հենց այդ արդյունքի վրա հենվել կրկնելով ստացվածը։ Առաջին հերթին խմբերը խառնելը, տարիքային խմբերը խառնելը տալիս է շատ լավ արդյունք, որովհետեւ իրենք սկսում են իրար հետ գործակցել։ Իրենք սկսում են իրար հետ գործակցել։ Մենք շատ ենք աշխատում առցանց կանանց հետ եւ այստեղ է, որ երիտասարդները օգնում են միջին տարիքի կանանց եւ այդ առումով են բրդում միջին տարիքի կանայք երիտասարդներին որոշ իրենց փորձով եւ իրենց ոնց որ օրինակով որոշակի հանդուրժողականություն, ավելի ոնց որ աշխատասիրության կամ ձգտելու պատասխանատվության, այո, ինչ որ օրինակ են ծառայում, շատ հետաքրքիր է ստացվում, ոնց են իրար միմյանց օգնում խորհուրդներով, տեխնիկապես եւ այլն, ինֆորմացիայով եւ այդ համայնքը ինքը որ ստեղծվում է, հա, ինքնին ուժ է, այսինքն կանայք երբ որ միավորվում են ինչ որ բանի շուրջ ու ինչ որ մի բանից ողջևորվում են, սկսում են իրար օգնել։ Սա ամենակարևոր գործիքներից մեկն է, իրար տեղեկացնում։ Նույնիսկ մենք կարող չհասցնենք իմանանք, որ այդ մարզում ինչ որ աշխատատեղ է բացվել, այդ քաղաքում բան, մեկ էլ տեսնում ենք, իսկ գիտեք, սենց բան կա, աղջիկներ եկեք մի հատ փորձենք։ Բայց ամենակարևորը, ինչից որ մենք սկսում ենք,
դա հենց բացատրելն է, թե ինչ է նշանակում աշխատել, ինչպիսին է այսօր աշխատաշուկան, ինչ է սպասում գործատուն իրենցից, որտեղ այստեղ էլ շատ թյուր ըմբռնումներ կան եւ որ աշխատակիցն է, որը գնահատված է լինում եւ կարողանում է աճել։ Օրինակ, միջին տարիքի կանանց մոտ շատ կա այն ըմբռնումը, որ եթե ես գլուխս կախամ եմ նոր գնամ, պարտաճանաչ իմ ժամանակին իմ գործը անեմ, դա կնկատվի եւ ես աստիճանաբար կաճեմ։ Այսօր ժամանակ մի քիչ այլ բան է ակնկալում։ Ակնկալում է, որ բացի կրկնվող քո գործը անելուց պարտաճանաչությունը պարտադիր է, որ պարտաճանաչ լինես, նաեւ ուշադիր լինես խնդիրներ բացահայտելու, խնդիրներին լուծումներ առաջարկելու, գործատուի համար պրոակտիվ լինելու, հա, արդյունավետությունը ոչ միայն քո գործում արդյունավետ, օրինակ կան մարդիկ, որոնք կարող են 1 ժամվա ընթացքում անել այնքան ծավալի աշխատանք կրկնվող, որ ուրիշը չի կարող։ Այո։ Դա գնահատվում է, բայց աճելու տեսանկյունից, հա, շատ հաճախ աճեցնում են այն մարդկանց, ովքեր որ այդ կրկնվող աշխատանքը հեշտացնելու ճանապարհ են գտնում, կամ խնդիր են տեսնում, այո, գալիս են ասում են, այսպեսի խնդիր եմ տեսա, այսպեսի առաջարկ ունեմ, լուծումներ առաջարկելը, հա, ոնց որ ճիշտ կոմունիկացվելը շատ կարևոր է։ Որպեսզի ավելի նախաձեռնող դառնան, ճիշտ եմ հասկանում։ Նախաձեռնող ամենաճիշտ եւ ամենադրական իմաստով, հա, շատ բաներ կան, շատ նրբություններ կան աշխատանքային էթիկայի շուրջ, որ պարզապես մարդիկ չաշխատելով եւ չլինելով բիզնեսներում, կորպորացիաներում չեն կարող պատկերացնել, ինչպիսի կոմունիկացիայի կանոններ կան, չեն կարող պատկերացնել, որ պարզ բան, որ բամբասելը դա աշխատանքային էթիկայի խախտում է։ Մենք հիմա խոսում ենք sense հետաքրքիր բաներից, չէ, բայց թիրախային եք շատ բայց խոսում դրանք բացահայտումներ են մեր շահառուների համար եւ շատ հետաքրքիր բացահայտումներ ունենք, օրինակ մենք խոսում ենք անհատի բրենդի մասին, քո որպես աշխատակից բրենդի մասին։ Այո։ Մարդկանց համար դա բացահայտումներից ամենամեծն է, որ ես որպես մարդ էլ բրենդ եմ եւ գործատուի համար ես պետք է ճիշտ դիրքորոշվեմ, ճիշտ գործեմ եւ դա գործատուից գործատու փոխանցվող ինֆորմացիա է լինելու, այսինքն ես եթե մտնում եմ կարիերա, կապ չունի ինչ աշխատանք եմ կատարում։ Ես պետք է նայեմ ինչպես եմ ընկալվում, որպեսզի ճիշտ ընկալվեմ այնպես, ինչպես որ ցանկանում։ Արդյոք քեզնից չի կախված, թե դու ինչպես կընկալվես։ Ես միշտ դիտարկում եմ այսպես, կին թե տղամարդ կապ չունի, եթե նա կարողանում է իր դիրքերը ճիշտ դնել, դիրքերը չէ, հիմքերը ճիշտ դնել եւ հարգանք ցուցաբերելով նաեւ պահանջել փոխադարձ հարգանք, այստեղ ամեն ինչ ավելի առողջ միջավայր է, ճիշտ եմ թե ոչ։ Բնականաբար, բայց մենք այստեղ նաև պետք է չմոռանանք կանանց խոցելիությունների մասին, որովհետև մենք խոսում ենք այն կանանց մասին, ովքեր որ ասում ենք, որ նրանք չեն մտել աշխատաշուկա, բայց նրանք աշխատել են։ Պարզապես այդ աշխատանքը չի վճարվել։ Ինչքան շատ հոգս է դրված կանանց ուսերին, թե երեխաների խնամքի, ծնողների, տան, կենցաղային այլ հոգսերի եւ շատ հաճախ մենք, քանի որ այն չի վճարվում, չենք ընկալում որպես աշխատանք։ Բայց ամենածանր աշխատանքը դա է։ Բնականաբար, ամենածանր աշխատանքներից մեկն է եւ մենք մեր վերջերս կատարած հետազոտությունների շրջանակներում փորձում ենք նաեւ դրան տալ ֆինանսական արժեք, ժամանակային արժեք, այսինքն փորձեցինք հասկանալ Հայաստանում արկա բոլոր եկամուտները, ինչպես են գեներացվում ու ինչպես են ծախսվում, եւ պատկերը հետեւյալն էր, որ տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում աշխատում են այնքան շատ, որ այդքան չեն ծախսում, բայց կանայք իրենց կյանքի ոչ մի փուլում Հայաստանում չեն աշխատում այնքան, ինչքան ծախսում են։ Ահա։ Եվ տարիքային տարբերություններ էլ կան, օրինակ տղամարդիկ ավելի վաղ են իրենց աշխատանքային եւ եկամտի ստեղծման պիկին հասնում 39-40 տարեկանում, թեև կանանց մոտ ավելի շատ է ներդրումը լինում հաճախ կրթության մեջ, բայց նրանք իրենց աշխատանքային պիկին շատ ավելի ուշ են հասնում, կարող է 46-ից ամուսնանալով, երեխա ունենալով։ Բայց ինչքան ավելի դժվար է լինում այդ կանանց հետ գնալ աշխատաշուկա, երբ նոր հմտություններ, հոգեբանական առումով անգամ եւս, եթե օրինակ ես էլ ինձ վրա վերցնելով, երբ որ ես ֆիզարցակուրտից հետ գնում աշխատաշուկա, թեև ժամանակը ավելի փոքր էր, միևնույն է ավելի դժվար է լինում հոգեբանորեն եւ ֆիզիկապես, եւ այստեղ այդ խոցելիությունները հաշվի առնելով մենք փորձում ենք Ինովիզի հետ միասին ստեղծել են ապահով եւ լավ միջավայրը, որ նրանց կօգնի ինքնաբերաբար այդ ինքնավստահությունը ստանալ եւ անգամ մեր ծրագրերը դառնան ինքնախնամքի նման ինչ որ մի բան իրենց համար։ Բնականon ընթացքը տեղի ունենա, որպեսզի նույնիսկ չզգան, ճիշտ եմ հասկանում։ Կարող է նաև զգալ եւ մենք նաև այնպես ենք անում, որ մեր դասընթացների արանքում իրանք մտածեն այդ ամեն ինչի մասին,
անդրադառնան նրան, թե ինչի մասին ենք խոսել։ Օրինակ ինքնախնամքի հատուկ դաս ունենք, հատուկ դրան նվիրված դաս ունենք, հա, որովհետև կանայք շատ հաճախ մոռանում են իրենք վերջին հերթին են, հա, եւ մենք փորձում ենք հիշեցնել, որ որպեսզի դու կարողանաս շարունակես հոգ տանել քո ընտանիքի համար, երեխաների համար, նույնիսկ եթե քո համար առաջնայինը դա է, ոնց որ արժեքային համակարգում դու պիտի առողջ լինես, դու պիտի սպառված չլինես եւ արի որպես գործիք թեկուս սկսի սկզբում մտածել նրա մասին, ինչպես անեմ, որ ես չսպառվեմ մինչեւ երեկո։ Եվ այդ ինքնախնամքի շուրջ իրենք բացահայտում են, որ օրինակ լինում են դեպքեր, որ դժվար չի ընտանիքի այլ անդամներին խնդրել որևիցե մի գործ, որևիցե մի պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Հա, օրինակ խանութ գնալ, ավակ որդուն խնդրել, ոչ թե մայրը վազի խանութ, հա, այդ պահին։ Օրինակ ամուսնուն խնդրել երեխային կես ժամ, 1 ժամ այգում ման տալ, մինչև մայրը կամ կհանգստանա, կամ ինչ որ մի այլ գործով կզբաղվի, կամ աշխատանքից կգա, կամ ինչ որ բան կսովորի։ Բայց այդ ձեր ասած տարբերակը նաև տարիքայինով չի տարբերվում, ինձ թվում է, որ ավելի երիտասարդ զույգերը այդ խնդիրը ավելի քիչ ունեն եւ ինչ որ չափ նաև տղամարդիկ երիտասարդների մասն է խոսքը փորձում են կիսել ինչ որ հոգսեր կանանց հետ, թե դա ինձ մոտ թյուր կարծիք է։ Բնականաբար դրական տենդենս կա։ Ահա հատկապես ինչպես դուք նշեցիք վերջին այս տասնամյակում մեր սերունդների մոտ, բայց ամեն դեպքում նաև շատ աշխատելու տեղ կա, որովհետև հատկապես մարզերում գենդերային նորմերը երբ կարծրացած են, սոցիալական արժեքները մի փոքր այլ կերպ են ընկալվում, այդ ամեն ինչը աշխատելու եւ ինչ որ ժամանակ անցնելու հետ էլի փոխվում է։ Մենք նաև իրականացնում ենք օրինակ հայրիկի դպրոց, երբ գնալով ավելի ու ավելի շատ հայրիկներ են ներգրավում այս ծրագրերում եւ սովորում են, թե ինչպես ավելի ճիշտ կարող են օգնել իրենց կանանց երեխայի խնամքի կազմակերպման եւ այլնի հարցում, թեև էլի նշեմ կա դրական տենդենս, բայց նաեւ մենք շատ աշխատելու ենք։ Բայց հետաքրքրություն կա։ Դա արդեն մեծ բան է։ Անցյալ տարի 100-ից ավելի հայրիկ է եղել։ Հրաշալի է։ Հիմա կես կատակ կես լուրջ էլի, հարցս մի քիչ կատակի բնույթ ունի, բայց պիտի հարցնեմ, արդյոք տղամարդիկ ամուսինները չեն դժգոհում, որ դուք կանանց այդ հմտություններն եք սովորեցնում։ Կերևա դեռ։ Այս պահի դրությամբ մենք ունենք այն կրկին են դրական տենդենսը, որ հենց դասընթացի ընթացքում մենք նկատում ենք, որ երբ որ հատկապես երեկոյան դասընթացը տեղի ունենում, մենք նկատում ենք, որ հայրիկները երեխաներով զբաղվում են, որպեսզի կանայք դասընթացին մասնակցեն։ Համատարած չէ, բայց մենք նաև փորձում ենք աշխատել էլի նորից միջին տարիքի կանանց եւ երիտասարդ կանանց հետ համատեղ, որովհետեւ այդ միջին տարիքի կանայք նույնիսկ եթե պարտադիր չի որ որոշեն ու անպայման գնան աշխատելու այսօր, նրանք հաճախ սկեսուրներ են։ Նրանք հաճախ ընտանիքի մեծն են եւ նրանք հասկանում են, որ երիտասարդ իրենց հարցներին, դուստրերին ու շրջապատի մնացած երիտասարդ կանանց պետք է օգնեն զարգանալ եւ դա էլ է փոփոխություն բերում։ Այս փոփոխությունները սենց համակարգային են։ Մենք աշխատում ենք նաեւ գործատուների հետ շատ կուզեմ դրա մասին խոսենք, այո։ Միակողմանի։ Խոսում ենք, աշխատում ենք համայնքի հետ, աշխատում ենք տվյալ մարզերում հասարակական այլ կազմակերպությունների հետ, ովքեր արդեն բավական փորձ ունեն այդ խոցելի կանանց հետ շփվելու, գիտեն իրենց խնդիրները, գիտեն միջավայրը եւ այլ։ Միայն միջավայրի հետ աշխատելով կարող ես փոփոխություններ ունենալ, որովհետեւ կանայք հաճախ դու այստեղից կարող ես թև տալ, ուրիշ տեղից կարող են թևը կոտրել, եւ որpեսզի մենք կարողանանք սենց համակարգային գնալ, մենք շատ ուրախ ենք, որ հենց դա նաեւ մեզանից ակնկալվում ու լրիվ սինխրոն մտածողությամբ գնում ենք առաջ։ Այստեղ կարծում եմ, որ շատ կարևոր է նաև նշել, որ օրինակ գործատուները ոչ թե պայմանական են մոտենում, որ այո, ինձ աշխատակից է պետք, ինձ աշխատակից եթե լավ այդ ձեր կանանց մեջ գտնեք, խնդրում եմ ինձ ներկայացրեք, դա իհարկե կարևոր է, բայց մեր շատ գործատուներ ունենք, որոնց մասին քիչ-քիչ կսկսենք լսել եւ տեսնել հետագայում արդեն, որոնք ասում են մենք էլ որոշակի վերապատրաստում կարող ենք անել այն կանանց, ովքեր հետաքրքրված են դիցուկ ֆինանսական սֆերայում կամ դիցուկ սննդի սֆերայում։ Այսինքն հնարավորություն կա փորձառություն ձեռք բերել։ Փորձառություն ձեռք բերել, փոխանակվել, նույնիսկ եթե իրենք այս պահի դրությամբ չունեն այնքան աշխատատեղ, որ շատ մարդ վերցնեն, կիսվել փորձով, թույլ տալ, որ փորձեն հասկանան դա են ուզում, թե դա չեն ուզում, հասկանան ինչա նշանակում աշխատելը, որքան ծանր է եւ այլն։ Այս մասով շատ էնտուզիազմ կա գործատուների մոտ եւ կարծում եմ, որ
ընդհանուր առմամբ հենց այդ համակարգված մոտեցումը կտա իր արդյունքները։ Չենք մոռանում մի կարևոր հանգամանք, որ այդ խոսքը արդիական է մինչև այսօր, ասում է գործ կա, աշխատող չկա, աշխատող կա, գործ չկա, եւ այնքան էլ հեշտ չի գործատուներին նաեւ գտնել լավ աշխատողներ, ու կարծում եմ սա հիանալի հնարավորություն է նաեւ փորձառություն տալով ստեղծել իրենց համապատասխան աշխատակիցներ, որոնք ամբողջությամբ կկարողանան համալրել թիմը։ Սա հրաշալի գործոն է, նաեւ ինձ շատ դուր եկավ այն հանգամանքը, որ ինքնաբերաբար շղթայական շատ տարբեր ոլորտներ այսպես ներգրաված է լինում եւ ինչու ոչ նաեւ ընտանիքում է միջավայր փոխվում։ Դուք նշեցիք սկեսուրների հանգամանքը, այստեղ նաեւ երբ սկեսուրի մտածողությունն է փոխվում, շատ ավելի հեշտ է լինում երիտասարդ հարսիկներին, որպեսզի իրենք ավելի կարողանան, ճիշտ եմ, չէ՞, ընկալում այդ ամենը։ Հիմա հասկանանք ովքեր կարող են դիմել ծրագրին, սա շատ կարևոր է։ Հարգելի ռադիոլսողներ, նաև տեղեկացնեմ, որ Facebook-յան հարթակի լայվում, կոմենտներ հատվածում դուք միանգամից կարող եք տեսնել հղումը, մուտք գործել եւ երկար չփնտրել եւ կարողանալ մասնակից դառնալ։ Ովքեր կարող են մասնակցել եւ ինչպես կարող են։ Նշված մարզերում Տավուր, Սյունիք, Արագածոտնի եւ Կոտայք մարզերից 15-ից 40 տարեկան կանայք, ովքեր տևական ժամանակ չեն աշխատում, ովքեր ունեն հաշմանդամություն կամ խնամում են հաշմանդամությամբ հարազատների, երեխաների եւ այլն, հա, տեղահանված կանայք, ընդհանուր առմամբ այն կանայք, ովքեր իրենց կարող են իդենտիֆիկացնել որպես հնարավորություններից մի փոքր հեռու, ոչ այնքան ակտիվ կիզակետում գտնվող կանայք, ովքեր կցանկանան վերադառնալ կամ սկսել աշխատել, հա, մեր թիրախը այդ կանայք են, ովքեր ուզում են կյանքի որակը բարձրացնել։ Կարող ենք այդպես ասել, ընդհանուր առմամբ աշխատաշուկա դուրս գալը կարող շատ տարբեր նպատակներ ունենա կանանց մոտ, եւ մենք փորձում ենք նախ եւ առաջ պարզել ինչու են ցանկանում աշխատել, որ իրենք էլ հասկանան ինչ են հետապնդում, հա, եւ ըստ դրա նաև գտնեն են աշխատանքը, որ իրենց հետաքրքիր է։ Մենք նաև դիտարկում ենք կանանց, ովքեր աշխատում են ինչ որ մի գործ ունեն, բայց ցանկանում են ավելի որակյալ աշխատանք իրենց համար կամ ավելի բարձր որակավորվող աշխատանք են փնտրում եւ այլն, այդտեղ էլ ոնց որ զարգ տանք, որպեսզի իրենք կարողանան այդ ճանապարհը բռնել։ Կողմնորոշման փուլը միշտ չի, որ շատ հեշտ է լինում, գուցե մարդը իր պատկերացումներով գալիս է ասում է, ես այս ոլորտում եմ ինձ տեսնում, բայց ընթացս հասկանում է, որ սխալ ուղղությամբ է։ Հաճախ են լինում նմանատիպ դեպքեր, երբ տեսնում եք, որ որոշ կանայք այլ պատկերացումներ ունեին, բայց իրականությունն այլ է եւ փորձում եք ուղղորդել դեպի ճիշտ ուղղությամբ գնալու, իրենց համար ճիշտ ուղղությամբ գնալու։ Բացահայտումները շատ են լինում։ Թեև այս ծրագիրը նոր է սկսվել, մենք դեռ նոր ենք սկսում կանանց հետ աշխատել, մեր մյուս ծրագրերին, եթե փորձեմ հետ գնալ եւ դիտարկել այս հարցին պատասխանելու համար, լինում են դեպքեր բնականաբար, որովհետեւ երբ մասնագիտական օգնություն է լինում եւ կինը սկսում է նայել այլ տեսանկյունից ինչ որ հարցերի կամ ավելի շատ է մտածում այն մասին, թե ինչ նրան հաճույք կպատճառի անել, երբ մոտք է գործում աշխատաշուկա, որովհետև բնականաբար այդ ժամանակն է արժեքավոր եւ դա նրանց փոխանցվում է եւ հաճախ քննարկվում է, լինում են դեպքեր, բայց նաեւ հիմնականում կանայք երկար մտածված են գալիս այդ քայլին, հաճախ շատ երկար մտածելով, թեև ինչ որ թերահավատություն են ունենում ինչ որ այս կամ այն ծրագրի դիմելու, բայց երբ որ դիմում են եւ գալիս են, արդեն իրենք էլ հստակ պատկերացնում են կամ մոտավոր գիտեն, թե ինչ են ուզում անել, որովհետեւ հաճախ նաեւ դժվար է լինում դուրս գալ այդ քո ներքին ընտանեկան ինչ որ հարմարավետ տակուկ հատվածից եւ ինչ որ նոր բան փորձել, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք այնպես անել, որ իրենց ինքնավստահությունը միանգամից հիմնավորվի եւ մեր գործընկերներն էլ մեզ շատ օգնում են այդ հարցում։ Այստեղ լավ բան ասացիք, համայնք է ձևավորվում։ Վերջում ինձ թվում է այդ կանանց համայնքն այնքան է հզորանալու, որ նաև այլ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես գա, ինձ թվում է նաև ինչ որ չափ գուցե նախնական չէ, բայց դուք էլ եք լիահույս, որ նրանք կշարունակեն իրենց համայնքային գործունեությունը իրար հետ։ Մինչ օրս, գիտեք, որ Innobiz-ը տարբեր ծրագրեր է անում, մինչ օրս այդ համայնքային մոտեցումը ապացուցել է, որ
լրիվ այլ պտուղներ է տալիս, թե ծրագիր ունենք, որտեղից ասոցիացիա է ձևավորվել եւ մարդիկ գնացել են առանձին ինքնակազմակերպվել, ծրագրեր ունենք, որ ֆորմալ չեն ինքնակազմակերպվել, բայց այդ խումբը դա կարա լինի պարզ, չգիտեմ, WhatsApp, Viber, Telegram խումբ, այդ խումբը ապրում ու եռում է առանց մեր ֆասիլիտացիայի, որովհետեւ մարդիկ իրարից խորհուրդ են հարցնում, իրար հնարավորություններ են փոխանցում եւ տարիներով շարունակում է գործել։ Լինում է, որ մարդիկ ինչ որ նախաձեռնություններ են անում, համատեղ սկսում են փոխանակվել ինչ որ ծառայություններով, իրար փոխօգնությամբ, նույնիսկ այս խմբում օրինակ մենք ունենք օրինակներ, երբ ասում է, որ գիտեք, վաղը ես եւի դասին չեմ կարողանա միանալ, որովհետեւ ենթադրենք երեխայի հետ խնդիր ունեմ, հա, առավոտվա խմբի կինը ասում է, ես մոտիկ եմ քեզ ապրում, կգամ, կպահեմ, դու կմիանաս, կամ բեր միասին մեր տանից կմիանանք, երեխային, չգիտեմ, աղջիկս կզբաղեցնի։ Այս փոխօգնությունը ամենակարևոր բանն է, որ մեր միջամտությունից հետո, հա, այդ հմտությունները որ կտանք եւ այդ փոխօգնության ցանցը որ կստեղծենք, մեր միջամտությունից հետո կշարունակի գործել ու մեզ համար ամենակարևորը դա է, որ երկարատև արդյունք ունենանք։ Դասընթացը որքան է տևում ընդհանուր ծրագիրը։ Մինչև հուլիս ամսվա վերջ պետք է եզրափակենք մեր ծրագիրը, սկսել ենք անցյալ տարվա դեկտեմբերից սաղմերը նշելով։ Բավականին երկար ընթացք է։ Յուրաքանչյուրի համար տենց երկար չի, բայց քանի որ մենք նպատակ ունենք 500 եւ ավել կանանց հետ աշխատել, թիվն էլ է բավականին մեծ։ Ուղիղ կանանց հետ 500 եւ մենք նպատակ ունենք նաեւ բնականաբար եթե նրանք վերադառնան աշխատաշուկա, նրանց մոտ ինչ որ դրական տեղաշարժեր լինեն, դրանց օգտվում են նաեւ իրենց ընտանիքի համայնքի անդամները, այնպես որ 500 ուղիղ մարդիկ են ում հետ աշխատում ենք, բայց նաեւ 1000-ից ավելի ընտանիքներ ստացվում է, որ օգնում ենք, որ 1000-ից ավելի անց ներգրավի այս ծրագրի դրական արդյունքներից օգտվելով։ Որպեսզի նաև մեր ռադիոլսողների համար բարձ լինի եւ կողմնորոշվեն ցանկանում են մասնակցել թե չէ, հա, մի քիչ կոմպոնենտներից խոսենք, ինչ ենք մենք անում դասընթացի կոմպոնենտները կարևոր են, այո։ Մենք իրենց չեմ կարող ծրագիրը անվանել զուտ դասընթաց, որովհետեւ ծրագիրը ընդհանուր իրենց ավելին է, շատ ավելին է։ Դասընթաց, այո, մենք սկսում ենք դասընթացներով եւ առաջինը դա զբաղվածության հենց վերաբերվող դասընթացն է, փափուկ հմտություններն են այդպես ասած, որտեղ որ մարդիկ թվային գրագիտությունից ու ֆինանսական գրագիտությունից սկսած, անձնական ֆինանսական գրագիտությունից, հա, անցնում են այն բոլոր փուլերով, թե ինչպես եմ ես կողմնորոշվում, ինչպես եմ ինքս ինձ գնահատում, ոնց եմ որոշում, որքան ժամանակ կարող եմ հատկացնել, ինչպես եմ կազմում CV, որտեղ եմ փնտրում աշխատանք, ինչպես եմ գնում հարցազրույցի, ինչպես եմ ներկայանում, դա ոնց որ նախապատրաստական մասն է, բայց մենք նաև երկրորդ հատված ունենք, եթե ես արդեն աշխատում եմ, ինչպես եմ ներկայանում, ինչպես եմ զարգանում, ինչպես եմ ինտեգրվում եւ այլն, հա։ Եվ ունենք առանձին մասնագիտական որոշակի խմբերի համար վերապատրաստումներ, դա արդեն բխում է ձևավորված խմբերից, օրինակ եթե ցանկանում են մարդիկ բանկային համակարգում աշխատել, ֆինանսական, եթե եւ այլն, հա, ոնց որ sense ուղղվածություններով։ Բացի դրանից մենք ունենում ենք անձնական անհատական մենթորություն, որտեղ որ իր ճանապարհն ենք փնտրում, գտնում եւ այլն, կարիերայի օրեր, որտեղ որ իրենք կգան գործատուներին կտեսնեն։ Գործատուներն են իրենց համար դասընթացներ նաեւ եւ հանդիպումներ անելու, հա։ Ինքը sense եռուն process է եւ դասընթաց, այո, լրիվ եւ դասընթաց անվանել չենք կարող, բայց յուրաքանչյուրի համար ցիկլը տևում է 1.5 ամսվա չափ, ոչ ամբողջ 5 ամիսը, հա, եւ այդ ընթացքում էլ մենք կարող է եւ հենց այդ ընթացքում ընդունվել աշխատանքի, կարող է եւ վերջում, կարող է եւ մի քանի ամիս հետո ընդհանուր առմամբ այդպես։ Այստեղ նաեւ խառնվածքը մեծ նշանակություն ունի մարդու բնույթը, թե ինչպես արագ կկողմնորոշվի, մյուսի դանդաղ է ավելի աճ լինում, բայց ավելի հիմնավոր է լինում։ Ակնկալիքները վերջին 1 րոպեն է մնացել։ Մեր ակնկալիքները այս ծրագրի հետ կապված ոչ միայն կոնկրետ անձանց մեջ դրական փոփոխություն եւ իրենց հաջողությունը տեսնելու մեջ է, այլ ավելի լայն ժողովրդագրական դիմակայությունը նպաստելու Հայաստանի, որովհետեւ ի վերջո սա փոքրիկ միջամտությունները գնում են դեպի դա մեր հիմնական առաջնահերթությունն է, հիմնվելով Հայաստանով սահմանված առաջնահերթություններից։ Կարևոր, փոքրիկ, բայց կարևոր։ Այո։ Ունեք ավելացնելու բան։
Չէ կարծում։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ իհարկե վստահ եմ, որ ձեր նշած 4 մարզերից կանայք կլինեն շատ ակտիվ եւ նաեւ ինչու ոչ ձեր նախատեսած 500-ից ավելին կլինի շատ ավելին։ Միշտ այդպես է, չէ՞, դուք ինչ որ թիվ եք մտածում, բայց գրեթե կրկնապատիկն է հավաքվում, իսկ դա խոսում է նրա մասին, որ մարդիկ ուզում են իրենց կյանքի որակը բարձրացնել, ուզում են աճել, զարգանալ, նոր հմտություններ ձեռք բերեն։ Սա խոսում է հույսի մասին, ինչը շատ-շատ կարեւոր է։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ ձեզ նմանատիպ կարևոր նախաձեռնություններ իրականացնելու համար եւ ես վստահ եմ, որ դուք բազմաթիվ շնորհակալություններ լսում եք հենց այդ կանանցից։ Ես հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բնակչության եւ զարգացման ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բադալյանն ու Ինոբիզ հասարակական կազմակերպության հիմնադիր եւ նախագահ Նաիրա Մարգարյանը։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ շարունակել հետևել Հանրային ռադիոյի աշխատանքներին։ Ցտեսություն։ Քո ձայնը